օրինակ ես համարում եմ ճիշտ արեց Նիկոլ Փաշինյանը, որ այդ նոր այաթոլա, նոր հոգևոր առաջնորդի Իրանի ընտրվելուց հետո շնորհավորեց այդ ընտրությունը, քանի որ դա պետական ինստիտուտներն են Իրանի այսօրվա, որոնք ընտրեցին նոր առաջնորդ Իրանի, հարևան երկիր է, միջալ ձեզ ասեմ Ալիևն էլ շնորհավորեց, Էրդողանն էլ շնորհավորեց, այլ երկրները, միտքս ինչու է կայանում, անում են, եւ Իրանի հետ փորձում են այդ նորմալ քաղաքական դիվանագիտական հարաբերություններ պահպանել եւ միաժամանակ աշխարհի հետ աշխատում են նաեւ այդ թվում Եվրոպայի հետ ամերիկացիների դու գիտեք արձագանքը որ հարավային Կովկասը կարեւոր է դուք պատկերացնում եք ամերիկացիք ինչքան հիմա զբաղված են Իրանով բայց պետդեպարտամենտը 2 օր առաջ արեց հայտարարություն որ հարավային Կովկասի ծրագրերը Ադրբեջանին մեսիջ ուղարկեցին Հայաստանին Վրաստանին որ մենք կշարունակենք աշխատել ու այդ ամբողջ process-ում մենք կանք նախկինում ոնց էր ասում են դե գնացեք Մոսկվայում խոսացեք մենք ստեղ ենք այդ նախկինների ժամանակ թող պատմեմ այդ բաները գիտեք ինչ շատ զարմացնում է ձև են թափում որ մենք չունենք հիշողություն բայց իմ հիշողությունը քաղաքական հիշողությունը ուժեղ է ես հիշում եմ ոնց էր նախկինների ժամանակ ամեն հարց ասում են դե գնացեք Մոսկվայի հետ պայմանավորվեք այնտեղից մեզ կասեմ ինչ պետք է անեն ես ինչա մենք չենք հիշում հիմա այս իշխանությունների ժամանակ մենք դարձանք գործոն То есть մեզ հետ ենք խոսում հիմա Միրզոյան Բայրամով հեռախոսազրույցը շատ լուրջ հեռախոսազրույց էր նախկինում եղել են այս ձևի բաներ կամ Ֆիդանի հետ մենք պետք է հասկանանք որ դառնալով խաղացող այս տարածաշրջանում փոքր միգուցե մեծ դեռ չենք խաղացող փոքր դու դրանով քո սուվերենությունը քո շանսը պահպանել սուվերենությունը դու պահում ես